Վառեմ, թե մարեմ։ Սիրտս կուտա որ վառ մնա։ Վառ մնալու համար էլ մի քանի պարկ ցեմենտ, կարգին ճարտարապետ ու մի բուրջ հոգատարություն է պետք։ Ինչու չկա։ Ներսից աղբանոց, դրսից ավերակ։ Գյումրիի հայտնի պատշգամբն է, որ տարիներ շարունակ մազից լավ, բարակ ձողից է կախված։ Եվս մի երկրաշարժ ու վառած թե մարած այլևս կարևոր չի լինի։ Հայտնի բալկոնը միայն ֆիլմերի կադրերում կլինի։ Ամեն տեսնելուց հուշեր է արթնանում ֆիլմի այդ դրվագների մասը, հենց այդ վառեմ, մարեմ այդ պահը, դե պահպանվածությունը շատ ցավալի է, որ այս վիճակում ցանկալի կլինի, որ վերանորոգեն, որովհետև սա մեզ համար պատմամշակութային վայր է հանդիսանում։ Ուվեն տղա, լույսը վառել եմ ու պետք է վառեմ։ Ու այսօրից հետո էլ պետք է վառեմ, մարեմ։ Կվառեմ, հենց պետք է վառեմ, հապա։ Ոնց որ մանկությունս հետ կար այդ ֆիլմերի դրվագներն է գալիս։ Շատ կուզենք, որ մյուս տարի վերանորոգված գանք տեսնենք, որպես մեր երկրորդ քաղաք չէ, հիմա շրջում են քաղաքում, կարելի ասել անմխիթար շատ բաներ կան։ Գյումրու անմխիթար փողոցներին ու բակերին զուգահեռ անգամ պատմական մշակութային վայրերն են անտեսված։ 165 տարեկան շենքը մեր աչքի առաջ օր-օրի քանդվում է, նշում են գյումրեցիները։ 1860-ականներին վաճառական Խաչատուր Աբովյանցի ձեռամբ է այն կառուցվել, ծառայել սահմանապահներին, եղել ռազմագիտության ու երկերաժշտության դասաժամերի սենյակ։ Մարդկանց ավելի հայտնի է մեր մանկության տանգոն ֆիլմից, հատկապես այս դրվագից։ Կեցեք, ինչ եք ցեներդ գցե։ Ընկեր խասարա դուք ագիկ իմարես եք, դրա ագիկոս փախվի։ Իսկ դու ընկեր մեծրոպ Դու գնա այ այնտեղ պոստիտ վրա վերընկի։ Իսկ դու Ռուբեն տղա, լույսը վառել եմ ու պետք է վառեմ։ Ու այսօրից հետո էլ պետք է վառեմ։ Կվառեմ, հենց պետք է վառեմ, հապա։ Տասնամյակներ անց էլ ավերիչ երկրաշարժի հետքերը չեն ջնջվել շենքից։ Ամեն տարի շենքի համար գալիս են, նայում են, նախագծեր են մշակում եւ այլն։ Ուղղակի չգիտեմ, թե ավելի ճիշտ չեմ պատկերացնում չգիտեմ ինչ-որ մարդկանց, ովքեր կարող են գալ վերականգնել։ 2024 թվականի օգոստոսին կառավարությունը որոշել էր Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող Տաշիր բարեգործական հիմնադրամի միջոցներով շենքը վերականգնել։ Ծրագրի մեկնարկի մասին խոսք չկա, միայն վերջնաժամկետ է նշված։ 2027 թվականի հունիսի 1։ Վերանորոգման ոչ մի աշխատանք ոչ սկսել է, ոչ էլ ընթացքի մեջ է։ Թե երբ պետք է սկսեն, պարզ չէ։ Մեկնարկի մասին դերևս ճիշտ ժամկետ չկա, բայց նախագծման ընթացքի մեջ է այս հարցը։ Շենքը նույնությամբ է վերակառուցվելու, ոչ մի ճարտարապետական փոփոխություններ չեն լինելու։ Մեր մանկության տանգոն ֆիլմից հայտնի պատշգամբը 2024-ի հուլիսին մասամբ փլվել էր։ Գլխավոր ճարտարապետի խոսքով մի քանի քարեր էին ընկել։ Իրոք կոնկրետ էլի, դզեք իրան ձգեք, ինչ-որ ափսոսա։ Եթե խոչընդոտներ չլինեն, հայտարարված ժամանակում կավարտենք աշխատանքը, նշում է Հենրիկ Գասպարյանը։ Շենքը ճարտարապետական փոփոխություն չի կրելու։ Մի օր, եթե մեկնարկեն աշխատանքները, այն պարզապես վերանորոգվելու է։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։